Թեալ կլինի։ Եթե խոսում ենք որպես սուբյեկտ, որը ունի իրավունքները եւ այդ իրավունքները նաեւ ունի, մանավանդ իր տարածքն է, չէ՞, տալիս։ Գոնե դրա դիմաց կարա պահանջի բավականին լուրջ հարցերի լուծում։ Սա է խնդիրը եւ մենք սա պետք է կարողանանք իրականացնել։ Սթրիպն էլ ինչից առաջացավ։ Երբ որ այս իշխանությունները հրաժարվեցին Լաչինի Միջանցքի հետ կապված հարցերից, Արցախի հետ կապված հարցերից, եւ այս հարցերը իրանց ապաշնորհության հետևանքով բերեցին անընդհատ զիջումների վիճակի մեջ։ Այո, ոչ, ասեցի ուղղությունները մոտարապես ինչ են։ Բայց չի ամերիկյան կողմը չհամաձայնվի, երբ որ մենք օրինական լեգիտիմ պահանջներ ենք դնելու, մենք չենք ավել բան ուզում, քան դրա իրավունքն ունենք։ Բայց այսօր մերոնք ավել բան ուժելու մասին չէ, իրենք կորցնում են ամեն ինչ, տալիս են, զիջում են ամեն ինչ, որպեսզի ստանան բարեհաճությունը, սիրաշահեն բոլորին եւ իրենք էլ սիրահաշահեն այս իշխանություններին, որտեղ իրանց խնդիրն էլ եմ ասում, Հայաստանի շահը չի, իրանց խնդիրը իշխանության պահելու խնդիրն է։ Որ հարցը, հա։ Տեսեք, մենք շատ հստակ այս վերջի գերագույն ժողովը եկել են եզրակացության եւ սա մենք պետք է մեր ժողովրդին փոխանցենք։ Կամ մի քանի հստակ արձանագրում, որը կարծում եմ կարեւոր է, որ մեր հասարակությունն իմանա։ Նախ հստակ է, որ որևէ մեկը, այդ թվում է դաշնակցությունը, միայնակ չի կարող հաջողել իշխանափոխություն իրականացնել։ Եվ այս ընտրությունները մենք հենց այդ տրամաբանությամբ պետք է դիտենք։ Այսինքն այս ընտրությունները պետք է վերածվի իշխանափոխության գործընթացի, այլ միջոց անիմաստ է։ Դրա համար երկու պայման է պետք, որ ցանկացած ուժ կարողանա բավարարել։ Ոչ միայն ինքը հաղթահարի շեմը, որտեվ եթե չհաղթահարած շեմը, այդ նշանակում է փոշիացում, այդ նշանակում է Նիկոլ Փաշինյանի օկտին մասնակցություն։ Կամ այս իշխանությունների պահպանման օկտին, վերարտադրման օկտին մասնակցություն, սա մեկ։ Բայց եթե ինքը անհրաժեշտ շեմը, անհրաժեշտ պայմանը բավարարում է, անցնում է, բայց ընդդիմությունը չի հաղթում, մենք ունենում ենք այս վիճակը, ինչ որ հիմա ունենք։ Այսինքն առընթատ այստեղ կաշկանդված ընդդիմությունը լինելու, անգամ կանոնակարգով իրան տրված հնարավորությունները թույլ չեն տալու օգտագործել, դու ունենալու ես այն ներկայությունը, որը չի ազդելու երկրի ընդհանուր գործընթացի վրա։ Սա դառը փորձից ենք մենք ասում։ Ուրեմն, եթե ուզում ենք հաջողել, ոչ միայն մեր հաջողության մասին պետք է մտածենք, այլև ընդդիմության ընդհանուր հաջողության մասին պետք է մտածենք։ Եվ ես կարծում եմ պետք է այս ամենը հասկացող եւ ընկալող ընդդիմադիր խոշոր մի քանի միավորների դաշին, ոչ թե դաշին, այլ ճակատ ձևավորվի, ամեն մեկը մի քանի խոշորներ կասեմ, այդ մի քանի խոշորները, որոնք շեմը հաղթահարելու են, բայց միևնույն ժամանակ իրանք պետք է քարոզությունը տանեն այնպես, որ եթե ինձ կոնկրետ ձայն չեք տալիս, կարող եք տալ այս ճակատից որևէ մեկին եւ ժողովրդին մղել, որ գնա ընտրության եւ ընտրություն կատարի ընդդիմության մեջ։ Սա է հարցը, որտեղ մեր հիմնական խնդիրը եւ ընդդիմության հիմնական խնդիրը пассив ընտրազանգվածին ակտիվացնելն է։ Իսկ դա չի կարող մեկ ուժ կատարել։ Դա պետք է կատարի մի քանի ուժ, որ ժողովուրդը այն пассив ովքեր որ այսօր դժգոհ են իշխանություններից, իսկ դժգոհությունը շատ մեծ է այս իշխանություններից։ Ընդդիմության գործը դա գեներացնելն է, իրականություն դարձնելն է։ Եվ այդ դժգոհ ընտրազանգվածը ընտրելու հնարավորություն պետք է ունենա։ Եթե մեր չի ուզում, թող գնանքի մեկ այլ ընդդիմադիր ուժի։ Սա է խնդիրը եւ կարծում եմ այսօր 3-4 այդպիսի ուժեր երևում են։ Մասնավորապես հանրապետական, մասնավորապես մենք օրինակ իշխանները ստեղ շատ դառը բաներ են խոստանում իբր թե մեր մասին պատկերացումներով ապագային նկարագրում դաշնակցություն, բայց նաև մենք այո նախընտրում ենք ինչ որ մեծ դաշինք նաև ձևավորել մեր գաղափարները, մոտեցումները նկատի ունենալով։ Դաշնակցությունն է եւ այս նոր ձևով մեր ձևով շարժումն է։ Ուժեղ Հայաստան կուսակցություն կլինի անունը թե ինչ այդքան էական չի։ Կարող են լինել կողքից նաև այո նրանք ովքեր որ ունեն իրենց ընտրազանգվածը, բայց դրանք չեն հաջողել ինչ-ինչ պատճառներով, հիմա կարող են ավելի թարմացնել եւ վերանայել իրենց մոտեցումները։ 3-4 հաստատ կարող են լինել։ Մենք հիմա բոլորի հետ ենք ակտիվ բանակցում, բայց այս թեմայի շուրջ։
Այսինքն մենք ոչ թե միայն դաշինքի, լայն ճակատի մասին է խոսքը գնում։ Այսինքն մասնակցելը թող մասնակցեն խոշոր միավորներով, բայց մեկ ճակատ պետք է լինի ընդդիմադիր, որը այս տրամաբանությունը պահպանի, այսինքն մեկի հաջողությունը պայմանավորված է մյուսների հաջողությամբ։ Ում հետ խոսել ենք, այո, բոլորի հետ էլ խոսել ենք։ Բոլոր նրանք, տեսեք, մի հատ Աստվածաշնչի մի հատ լավ սկզբունք կա, ասում է, ով որ մեր դեմ չի, մեր հետ է։ Հիմա ով որ այս նպատակին դեմ չի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կանխելու, որ վերարտադրվեն, մենք պիտի համարենք իրանք մեր զինակիցն են, մեր հետ են։ Եվ այդ ձևով ընդլայնվի այն դաշտը, որը կարող է ակտիվացնել այս իշխանությունների հակազանգվածը։ Այս հակազանգվածը շատ մեծ զանգված է, իրենք էլ լավ գիտեն, տեսել ենք իրանց վարկանիշները, չէ՞, բայց այդ հակազանգվածը ակտիվացնելու խնդիր գոյություն ունի, որը պետք է ճիշտ տեխնոլոգիայով այս անգամ ընդդիմությունը մի կողմ դնի իր ամբիցիաները անձնական, անհատական եւ մտածի ընդհանուր ընդդիմության հաջողության մասին։ Ասել եմ իրոն մասին։ Շոշափեցիք Սամվել Կարապետյանի կողմից ձևավորված Հայաստանի անունը, դիտարկեցիք դաշինքի կազմում հնարավոր քաղաքական ուժ, բայց Մեդզևովի համակարգող Նարեկ Կարապետյանը քանիցս հայտարարել է, որ իրենք չեն ուզում աֆիլացվել նախկին քաղաքական ուժերի հետ, այսինքն նախկին իշխանությունների հետ եւ գրեթե բացառեց գործակցությունը նախկին նախագահների։ Բայց մենք ինչ ենք ասում, մենք այնպիսի բաներ ենք ասում, որ այդ աֆիլացիաներից բաներից վեր է։ Դե չեմ էլ ասում նույնն անանք։ Իմ ասածը լավ օքեյ, բայց ունենք, չէ ինչ որ վստահություն։ Ես չեմ ասում ունենք շատ մեծ վստահություն, որ կարող ենք 50%-ից ավել բերել։ Մենք այդպիսի ամբիցիա չենք դրսևորում։ Ով? Դե իրանք որ թողես 90% էլ կունենան, իրանք իրականում իսկապես կտրված են հանրային այս տրամադրությունները, իրանք լավ գիտեն, բայց քարոզչական մեթոդներ են կիրառում, որպեսզի դա չեզոքացնեն։ Այս բնական է, տես պիտի ասի, բայց ինչ պիտի ասեմ։ Ասես որ Հայաստան խմբակցությունը ոչ այս թվով էլ չի լինի խորհրդարանում, եթե անգամ Դե իսկ Հայաստան կլինի։ Էս է հարցը։ Հայաստան խմբակցություն չլինի, Հայաստան էլ չի լինի, ուժեղ Հայաստան չլինի, Հայաստան էլ չլինի, որ ԿՊ եղավ ընդհանրապես մենք քեմալական պայմանագիր կկնքենք եւ կունենանք թուրք-ադրբեջանական տանդեմի ասոցացված մի տրիադա կկազմենք։ Տանդեմը կդառնա տրիադա։ Հայաստանը ձեր կարգախոսն Այո։ Դե այդ այնպես բանը, որ բոլորն էլ իսկապես եթե Հայաստանը սիրում են Հայաստանի հետ կապված կունենան որևէ արձանագրում, իսկ Հայաստան ուժեղ պետք է լինի, որ հաղթահարի այս բոլոր մարտահրավերները։ Դուք դաշինքով մասնակցել եք, ուժեղ Հայաստանը դաշինքի կազմում չի եղել, առանձին մասնակցել։ Հայաստան դաշինքը լայնված կազմով անցել է խորհրդարան, ուժեղ Հայաստանը նույնպես։ Արդեն խորհրդարանում կոալիցիա կկազմեք։ Արդեն խորհրդարանում ամենագլխավոր պայմաններից մեկը այն է, ճակատ կառաջանա ընդդիմադիր, եթե հայտարարեն մասնակիցները, որ որևէ ձևով չեն համագործակցի այս իշխանությունների հետ ընտրական փուլում։ Եվ բնականաբար ես կարծում եմ սա տրամաբանությունն է հուշում, եթե ընդդիմությունը ունենա միասնաբար մեծամասնություն, ասում են հենց Աստված պահանջի եւ ժողովուրդը, որ իրանք միանան, ուրիշ ճանապարհ չկա։ Հետո ուրիշ կասկած այստեղ չուն։ Ոչ միայն չեմ բացառում, այլ շատ հավանական եմ համարում։ Շատ հավանական եմ համարում։ Դրանից են իրանք սարսափում եւ ամեն ինչ անում են, որ դա տեղի չունենա։ Էս է իրականությունը։